Նրա ցածր ինքնագնահատականի և խանդի պատճառով իր դուստր Ջինբոյոնը մահացավ։ Քեզ շատ համապատասխան է։ Եթե ձեզ դուր է գալիս, ուրեմն ինձ նույնպես, մայրիկ։ Իսկ կուզես էլի ինչ-որ բան փորձենք։ Ջինբոյոնի հզոր աստվածային ուժը միայն իր մորից չէր գալիս, ով ջին ընտանիքի անդամ էր, այլ նաև հոր շնորհիվ էր, ով չվե ընտանիքի հետևորդ էր։ Չվե ընտանիքի ժառանգները, ովքեր պատժվեցին սև մոգությամբ զբաղվելու համար, Չվե անունով մոգի ժառանգներն էին, առաջին մոգի, ով կիրառեց հոգիների ալքիմիան։ Ջինբոյոնը սերում էր այդ երկու ընտանիքներից, ինչն էլ նրան թույլ տվեց, որ դառնա աշխարհի երեսին եղած լավագույն քրմուհին։ Դու վերջապես գտար այն։ Բոյոն, ինձ դուրս արցեքար է։ Ինձ տուր այն։ Բոյոն, 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 Բոյոն։ Վերցրու կեր։ Ահա բռնիր գդալը։ Այո, շատ վատ է, որ դու քույր ես, բացի այդ չես կարողանում հիշել քո անունը։ Իսկ կուզես ինձ հետ ապրել։ Իմ մահացած թորնուհու անունը Մուդոկ էր։ Կարելի է ես քեզ այդպես անվանեմ։ Հրաշալի է, այժմ քո անունը կլինի Մուդոկ, իմ լավ աղջիկ, այդպես կեր։ Մուդոկ։ Մայրիկ։ Ինչպես է դա հնարավոր։ Սա այն է, ինչ կատարվեց Ջինբոյոնի անհետանալու օրը։